Հաղորդման հովանավորն է։ Խնայիր ավելի շատ, քան կարող ես պատկերացնել։ Տեղադրիր Fast Energy արևային համակարգշահավետ պայմաններով եւ 0-ի հասցրու կոմունալ վճարումներդ։ Էներգետիկ անկախությունից քեզ բաժանում է 1 զանգ 88 15։ Fast Energy, երբ առաջնային է որակը։ Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Այն օրվանից երբ գնացիր Սերամայի պատճառներն է դու չասացիր որ իմանայի չէ որ ես քեզ բերում էի թարմ ծաղիկներ անկեղծ սրտով ասում էի սիրո խոսքեր ու քնքշորեն շոյում էի Սերը իմ սեր, ինչ որ լիներ պատմում էի, ինչ իմանայի Չէ որ ես քեզ բերում էի թարմ ծաղիկներ Անկեղծ սրտով ասում էի սիրո խոսքեր ու քնքշորեն շոյում էի Սերը իմ սեր, ինչ որ լիներ պատվում էի, ինչ իմանայի Այն օրվանից երբ գնացիր, կյանքս շատ է դառնացել Ծաղիկներս է տեստխրել եմ, քեզ համար լացել Սիրելիս թե ետ դառնայիր քեզ կասեիր Սիրուս պես լուր ու ջերմ խոսքեր իմ սեր, իմ սեր Արշալույսին կբերեիր ինձ անթարամ ծաղիկներ Սրտիս խորքում կպահեի, ինչ իմանայի
Ասում եմ բարի երեկո բոլոր նրանց, ովքեր գտնում են Ֆորտունա հեռուստաընկերության եթերային աշխատանքի հետ միասին, սա Բացենյակն է եւ արդեն Գարնանային եթերում։ Այսօր 2026 թվականի Գարնան առաջին օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ եւ ցանկանում, որ Գարունն իր հետ բերի խաղաղություն, ուրախություն ու ջերմություն։ Սիրելի հեռուստատողներ, Բացենյակում առաջիկա 1 ժամվա ընթացքում աշխատելու եմ մենակ, ուստի սպասում եմ ձեր բոլոր ջերմություն փոխանցող խոսքերին, որ ինձ այստեղ ես մենակ չզգամ։ Իսկ բոլոր նրանց, ովքեր վատառողջ են Գարնան առաջին օրով, մաղթում ենք առողջությունին։ Եվս նաև Ռաֆի։ Հիմա երաժշտություն, որից հետո կվերադառնանք տաղավար։ Հեռուստատողներ, բարի երեկո, եմ ասում, եթե նոր եք միացել Բացենյակի եթերային ընթացքին, մենք աշխատում ենք եթերում, փորձելով ապահովել ձեր արդեն իսկ Գարնանային երեկոն։ Սիրելի բարեկամներ, Գարնան մասին մի քանի գիտական փաստ եմ առանձնացրել, որը կարծում եմ ևս մեկ անգամ
ոգևորելու է մեզ բոլորիս եւ լավատեսությամբ լցնելու հենց գարունը։ Գարունը ի դեպ պայմանավորված է երկրի առանցքի 23.5 աստիճան թեքությամբ եւ երկիրը պտտվում է արեգակի շուրջը, տարվա ընթացքում տարբեր կիսագնդեր ստանում են տարբեր քանակի արևային ճառագայթում։ Գարնանը տվյալ կիսագունդը սկսում ավելի շատ ուղիղ արևային էներգիա ստանալ, ինչի արդյունքում ջերմաստիճանը, ինչպես գիտենք, բարձրանում է եւ օդի ջերմաստիճանի մասն է խոսքը, այո։ Գիշերահավասարի մասին էլ հետաքրքիր մի քանի տեղեկատվություն գարնան սկիզբը աստղագիտական առումով հանգմնկնում է գիշերահավասարի հետ, ինչպես գիտենք, դա մարտի 20-ից 21-ը ժամանակահատվածն այսօր արեգա գտնվում է հասարակացի ուղղահայաց գծի վրա ու ցերեկն ու գիշերը գրեթե հավասար են աշխարհի բոլոր կետերում։ Բույսերն արձագանքում են օրվա երկարությանը, սա ամենակարևոր դրական ազդանշանն է եւ մենք շատ ենք բողոքում, որ չենք հասնում, իսկ այդ արտահայտությունը անում ենք հատկապես ձմռանը, երբ որ ավելի կարճ է։ Գարնանն արդեն իսկ կամած մենք չենք բախվում այս երևույթին։ Իսկ կոնկրետ օրվա երկարության երևույթը կոչվում է ֆոտոպերիոդիզմը, երբ լուսավոր ժամերը երկարում են եւ բույսերի հորմոնալ համակարգը, օքսինները օրինակ ակտիվանում են, ինչի արդյունքում սկսում է բողբոջումը եւ ծաղկումը։ Ջրի շրջանառության ակտիվացում գարնանը դիանհալոցք մեծացնում է գետերի հոսքը, սա ջրի գլոբալ շրջանառության կարևոր փուլ է եւ կարող է առաջացնել բնականաբար գարնանային հեղեղումներ, ինչից պետք է զգուշանալ։ Մթնոլորտային դինամիկան գարնանը տաք ու սառը օդային զանգվածների բախումը հաճախ է տեղի ունենում, ինչի պատճառով եղանակը լինում է փոփոխական, երբեմն քամոտ եւ անձրևոտ։ Փոփոխական է հատկապես մեր տարածաշրջանի համար, ինչպես գիտենք, գարնան գժությունների մասին, մեկ օր անձրև, մյուս օր նարև, այսպես էլ գիժամիս մարդուն հանգիստ չի տալիս։ Բայց ամենակարևորը լավատեսությամբ եւ հետաքրքիր ջերմություն հաղորդող եւ նոր զգացողությունների թարմության տեսանկյունից նայելով գարնանը մենք վստահ կլինենք եւ իհարկե կառաջնորդվենք լավատեսությամբ, որովհետեւ գարուն ինքը իրենից թարմություն է բերում, նոր սկիզբ է բերում, ինչի կապակցությամբ թող որ այն լինի միմիայն լավն ու դրականը։ Արևից խոսեցինք։ Ինչ արև առանց արևային համակարգի այս պահին պետք է ասեմ շնորհակալություն մեր գործընկերոջը, ով լավագույն տարբերակն է առաջարկում արևային համակարգերի ոլորտում։ Ինչպես գիտենք, Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար եւ արևային համակարգը բնականաբար ձեռնտու է եւ արդյունավետ։ Սպառում եք անվճար էներգիա եւ խնայում եք կոմունալ վճարումները, ինչի պատճառով նաեւ դառնում եք էներգետիկ անկախ։ Fast Energy ընկերությունն արևային ոլորտում իր դիրքերը շատ կարճ ժամանակահատվածում է ամրապնդել բարեկամներ, որովհետև Fast Energy-ի համար ամենակարևորը բնականաբար որակն է։ Առաջնորդվելով որակի ապահովմամբ ընկերությունը կայուն դիրքեր ունի արևային համակարգի ոլորտում եւ լավագույնն է առաջարկում իր սպառողներին։ Ընկերությունն առաջարկում է ապրանքների եւ ծառայությունների լայն շրջանակ կանաչ էներգիայի ոլորտում։ Եթե դեռ չունեք արևային համակարգ, բայց մտածում եք ունենալու մասին, հենց այս պահին կարող եք դիմել Fast Energy-ին։ Եվ սիրելիներս, ասում եմ շնորհակալություն նաև մեր մյուս գործընկերներին Maria Beauty Salon-ին, որը գտնվում է Քաղաք Վանաձոր, բազում թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում, ինչպես նաև Նունե Վարդանյան դիմորդարման ուսուցման բուժական կենտրոնին։ Մեր գործընկերներին ասում եմ շնորհակալություն, իսկ ձեզ առաջարկում եմ հենց հիմա ամրագրել, որովհետև շատ քիչ է մնացել ամենասիրուն տոներին, որը հատկապես շատ են սիրում տղամարդիկ։ Հիմա գործընկերներից հոլովակներն ենք դիտում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ մեր հյուրերին կընդունենք, ովքեր եկել են Լոռու մարզի հեռավոր քաղաքներից մեկից, թե որ քաղաքից չեմ ասի, բայց որ նրանք յուրօրինակ հաշվել գիտեն, ես կհուշեմ։ Հաղորդման հովանավորն է։ Խնայիր ավելի շատ, քան կարող ես պատկերացնել։ Տեղադրիր Fast Energy արևային համակարգ շահավետ պայմաններով եւ 0-ի հասցրու կոմունալ վճարումներդ։ Էներգետիկ անկախությունից քեզ բաժանում է 1 զանգ 8815։ Fast Energy, երբ առաջնային է որակը։ Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաք Վանաձոր, բազում թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։
Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Խորտակեցիր կյանքը իմ վառ խոսքերով քո վերջին ջահել կյանքս դառնացավ նամատվեց դու անիրավ խորտակեցիր կյանքը իմ վառ խոսքերով քո վերջին Ջահել կյանքս դառնացավ անկութ ես դու անիրավ գարուն է բացվել իմ սիրտն է լացվել իսկ ես խենթացել գարուն է բացվել իմ սիրտն է լացվել իսկ ես խենթացել Գարնան ուրբան ու շահով ծաղիկների մեջ նստած սիրո քնքշանքների մեջ բուրմունքներով քո տարված Գարնան ուրբան ու շահով ծաղիկների մեջ նստած սիրո քնքշանքների մեջ բուրմունքներով քո տարված Յանքի սիրը հարայս մեզ կարոտում եմ երջանքես ինձ մոտ արի մանգի Գարնան քնքուշ վարդի պես Կյանքի սիրը հարայս մեզ կարոտում եմ երջանքես ինձ մոտ արի մանգի Գարնան քնքուշ վարդի պես Գարուն է բացվել Իմ սիրտ է լացվել Իսկ ես խենթացել Գարուն է բացվել Իմ սիրտն է լցվել Իսկ ես խենթացել
Բարի երեկո եմ ասում բոլոր նրանց, ովքեր նաև լավ հաշվել գիտեն, ինչու եմ այս հուշումն անում, նախորդ րոպեներին արդեն որոշակի հուշում արել էի, հիմա այս հուշմանը շարունակում եմ, որովհետև ժամանակն է, որ հյուրասրահում սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, ովքեր շատ լավ հաշվել գիտեն, շատ լավ կողմնորոշվել գիտեն, շատ լավ տրամաբանում են։ Եթե չհասցրեցիք հասկանալ, թե ում կամ ինչի մասին է իմ ասելիքը, ես հիմա արդեն բաց փակագծերով խոսեմ։ Մեր տաղավարում սիրով հյուրընկալել ենք Հայաստանում Indigo Mental թվաբանության դպրոցի տնօրեն մարզիչ Օլիա Հովանիսյանին, բարև ձեզ։ Ողջույն։ Եվ իհարկե նրանց առաջատարսաներից Անգելինա Աթանեսյանին, դպրոցի սան, բարև Անգելինա։ Եվ Մանե Փարսադանյանին, ողջույն Մանե։ Ողջույն։ Ո՞նց եք։ Լավ։ Հրաշալի, լավ, շնորհակալ եմ։ Եվ դուք այս տաղավարում առաջին անգամն եք, բայց ձեր հաջողությունները մեկ անգամով չէ որ սկսվում ավարտվում են, հիմա դրանց մասին մենք բնականաբար կխոսենք, բայց ամենից առաջ, քանի որ այսօր Գարնան առաջին օրն է, այսօր մարտի 1-ն է, ձեզ շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Եվ ինչպես եք անցկացնում ձեր հանգստյան օրերը, քանի որ մեր հաղորդումը շաբաթ կիրակի է, եւ այսօր էլ կիրակի է, հասցնում եք հանգստանալ, թե պարապմունքի օր է կիրակին։ Հանգստանում ենք։ Հանգստանում եք։ Այո։ Պարապմունքի օր է։ Պարապմունքի, պարապելով եք հանգստանում։ Իսկ ձեզ համար։ Քանի որ իմ աշակերտները նաև կան որ պարապում են եւ հանգստանում են, բնականաբար ես էլ, հա, որոշ մասը աշխատում եմ, որոշ մասը նաև հանգստանում եմ, որպեսզի ուժեր հավաքենք եւ նոր շաբաթը սկսենք։ Հրաշալի է։ Շատ դեպքերում ասում են, որ սիրելի աշխատանքը հանգստացնող է։ Սիրելի զբաղմունքը հանգստացնում է ձեզ երեխեք։ Այո։ Այո։ Այո, օրինակ եթե պարապմունքի օր չէ, միևնույն է պարապում եք։ Իհարկե։ Հանձնարարություններ է տալիս Ընկեր Հովանիսյանը, հա։ Այո։ Իսկ ինքը այստեղ չի հիմա, ձեզ չի լսում։ Իսկ շատ պահանջկոտ է։ Հա։ Առանց մտածելու մի անգամից, ասում եմ, չէ, մի անգամից կողմնորոշվող երեխաներ են։ Եվ քանի որ գուցե գտնվում են շատ հեռուստադիտողներ, ովքեր առաջին անգամ են լսում այս արտահայտությունը, մենթալ թվաբանության մասին է խոսք։ Ինչ է դա։ Ինչ է իրենից ներկայացում, ինչպես ասում են, կծան է, կծան չէ, ժողովուրդը որ ասում է։ Ինչ է իրենից ներկայացնում մենթալ թվաբանությունը, որտեղից է գալիս ակունքները։ Շատ բարի, շնորհակալություն Անահիտ ջան, նախ ցանկանում եմ նախքան, հա, մենթալ թվաբանության մասին ասելը, ցանկանում եմ շնորհավորել բոլորին, հա, Գարնանամուտի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել ձեզ մեզ գեղեցիկ տաղավարում հյուրընկալելու համար։ Սիրով։ Մենթալ թվաբանությունը հին պատմություն ունի, դեռևս 2000 տարի առաջ ճապոնացիները, չինացիները որպես հաշվարկման, այո, մեթոդիկա նորից նրանք, այո, կիրառել են պարզ մեխանիզմ, հա, հաշվեկնդիկներով, հաշվեձողերով, որպես տնտեսական գործիք, այսինքն արագ կարիք եղել արագ հաշվեն, առևտրի զարգացման զուգահեռ կարիք եղել արագ հաշվեն եւ որոշել են, որ այսպեսի մի սարք ստեղծեն, որը հետագայում ձևափոխվելով հասել է մեզ այս տեսքով, հա, հիմա աշակերտում ենք ուսուցչական ապակուս, ունենք եւ աշակերտական ապակուս։ Իսկ հենց ինչու եմ շեշտում հենց ապակուսի մասին, որովհետեւ հենց մեթոդիկայի հիմքում գործիքն է, ապակուս հաշվիչը, որի միջոցով երեխաները կարողանում են արագ հաշվարկներ կատարել եւ այդ կերպ զարգացնում են գլխուղեղը, հա, ընդհանուր աճ եւ ձախ կիսագետերը հավասարաչափ։ Հրաշալի։ Ձեր մասին պատմենք, նախնական զրույցում ես իմացա, որ մոտ 5 տարի, հա 4-ից 5 տարի է արդեն հաճախում եք պարապմունքների, ինչու եք որոշել։ Ով էր ճակերտավոր մեղավորը, որ ձեզ տարավ մենթալի։ Իր հետաքրքրությունն էր ավելի շատ։ Երբ որ կողքից տեսնում ես, ավելի հետաքրքրում է քեզ, ու հենց հետաքրքրության պատճառով էլ գնացինք բաց դասին ընկերոջան, որը հայտարարել էր, եւ դրանից հետո ցանկությունը առաջացավ։ Այսինքն ինքներդ եք որոշել, որ ձեզ պետք է։ Երկուսդ էլ դու էլ Մանե ջան։ Մտածում եմ գուցե ծնողներն են հասկանալով, որ զարգացնող ճյուղերն է, փաստորեն կեցեք, որ դուք ինքնուրույն, այսինքն սկզբում ունեցել եք, հա, այդ հետաքրքրվածությունը ու գնացիք։ Ինչ փոխվեց, երբ գնացիք հասակ, գուցե գնալուց հետո ինչ-որ բան կոտրվեր, ինչն էր գրավում, որ մեկ անգամ գնալը բավական չեղավ, ու նորից եք ուզում գնալ մենթալի։ Ինչի գրավեց։ Մրցիկներին երբ հաղթում էինք, բայց օրինակ երեխաներ կային, որ պարտվում էին ու արդեն իրանք մտածում են, որ էլ չեն կարող անել ու դուրս էին գալիս։ Ուսահատվում էին,
Իսկ մեր մարզիչը մեզ օգնում էր, որ մենք ավելի վստահ գնանք առաջ, անգամ անհաջողությունից հետո փորձում էր մեզ օգնել, որ մենք գնանք առաջ։ Ինչն է ձեզ համար որպես մարզիչ կարևոր երեխաների, ձեր սաների մեջ չկոտրվելու տեսանկյունից, այսինքն փորձություն դիտարկել կամ ինչն է կարևորում ձեր աշխատանքում։ Կարևորը որ երեխան ինքը իր հետ մրցի, այսինքն մրցույթը լինի իր ներսում։ Այս մի արդյունքը ունեմ նվազ միգուցե, հա, թիվ, եթե այսպես ասենք, հա, թվերով ասենք։ Հաջորդը ես ունեմ այսքան թիվ, այս ավելի բարձր է։ Մենք չենք համեմատում շատ ժամանակ, դա է պահում իմ կարծիքով երեխան, չենք համեմատում ուրիշների հետ շատ ժամանակ։ Իհարկե մի քիչ հակասում է մրցութային, հա, ինքը ֆորմատին, բայց ես այդտեղ շատ շեշտը դնում եմ երեխաների ցույց եմ տալիս իրենք ինչքանով են աճել, հա, ինչքանով է աճել, ոչ թե միայն թիվը, այլ իրենց որակները, կարողությունները ու հմտությունները։ Երևի սա է ավելի շատ երեխաներին պահում։ Հրաշալի է։ Անգելինա եւ իհարկե նաեւ Մանե ջան, ուզում եմ հարցնեմ, ամեն անգամ որ մրցույթի եք մասնակցում, ինչն է կարևոր ձեզ համար։ Որ նպատակասլացությունը եւ աշխատասիրությունը, եթե ավելի նպատակասլաց լինենք եւ աշխատասեր, ավելի մեծ բաներ կհասնենք։ Ես երբ ուսումնասիրում էի մենթալ թվաբանության պլյուսները, ձեռքբերումները նաև, կողմերը, լավագույն կողմերը, այստեղ կար նաև, որ վստահությունը սեփական անձի վրա։ Եթե սխալ եմ ուղղեք ինձ, եթե չէ, արդյոք մասնակցությունից առաջ մտածում եք, որ հենց դուք եք հաղթելու։ Այդ վստահության մասին էլ ուզում եմ մի քիչ ինձ հետ կիսվեք։ Փորձեր, մենք ունենք փորձեր, օլիմպիադայի սկզբից մեզ տալիս են փորձերի հնարավորություններ, դա իհարկե սահմանափակ է, օրվա ընթացքում կարող ենք անել 10 փորձ, այդ 10 փորձերը երբ որ անում ենք, ունենում ենք ավելի լավ արդյունքներ, իհարկե նաև տարբեր փորձերի ժամանակ տարբեր միավորներ ենք վաստակում, փորձերի ընթացքում նաև վստահություն ենք ձեռք բերում եւ հենց օլիմպիադայի ժամանակ էլ արդեն այդ վստահությունը քեզ օգնում է ավելի լավ կատարելու համար։ Մանե, դու այս հարցին պատասխան ունես, այլ պատասխան կա, թե կիսում ես ընկերուհու։ Եվ ուզում եմ վերջին գիտեմ, որ շատ հաջողություններ եք գրանցել, մի քիչ պատմեք արդեն ձեր անցած ճանապարհի, ոնց եք մտածում, որ այս կամ այն մրցույթին պետք է մասնակցել, կարևորության սկզբունքը որտեղ է կանոնում մրցույթներին մասնակցելու։ Եվ ինչպես է ստացվում, հայտարարվում են, դուք եք դիմում առհասարակ ոլորտը ինչպես է կարգավորվում։ Քանի որ մենք ներկայացնում ենք Ինդիգո մենթալ թվաբանության հայաստանյան մասնաճյուղը, եւ որ հայտարարվում է համաշխարհային միջազգային օլիմպիադաներ, տարի մեկ անգամ, հա, մենք պարտադիր մասնակցում ենք, իհարկե նաև ունենում ենք տեղական օլիմպիադա, որտեղ արդեն նախանշվում են մեր, հա, այսպես չեմպիոնները, այսինքն մենք մի հատ փորձում ենք տեղական օլիմպիադայով, հետո այնուհետև մասնակցում ենք միջազգային օլիմպիադային։ Բնականաբար մասնակցությունը բաց է, բոլոր երեխաները կարող են մասնակցել միջազգային օլիմպիադաներին եւ հիմնական ֆորմատը մենք մասնակցում ենք on-line տարբերակով։ Հա, on-line օլիմպիադաների ես նկատել եմ, որ շատ ավելի երեխաները լավ աճ են գրանցում այդ շրջանում, ինչպես Անգելինան նշեց, այդ փորձերի արդյունքում, այսինքն 10 անգամ երեխան կանոնավոր փորձ է կատարում ամեն օր ու շատ մեծ արդյունք է ունենում արդեն հենց օլիմպիադայի օրը։ Սա ես մեկ անգամ խոսում եմ երեխաների հենց աշխատասիրության, եւ ամենօրյա աշխատանք փոքրիկ կայլեր կատարելու, այդ հմտությունը ձևավորելու մասին։ Մենք ոչ միայն օլիմպիադայի ենք մասնակցում, մենք ոչ միայն մրցույթների ենք մասնակցում, այլ նաեւ ձևավորում ենք, հա, անհատներ։ Եղեք հիշեք ձեզ 4-5 տարի առաջ եւ հիմա համեմատեք, ինչ տվեց, ինչ փոխեց ձեր կյանքում մենթալը։ Առաջին անգամ երբ ես մասնակցեցի, top 10 ընկա, դա ամենավերջի տեղն էր, բայց ես չհուսահատվեցի եւ շարունակեցի նորից մասնակցել։ Եվ հիմա ավելի եմ զարգացել եւ արդեն չեմպիոն եմ հասել։ Պրես չեմպիոն։ Դու Անգելինա։ Առաջի փորձի ժամանակ շատ էի վախենում, իհարկե արդյունքներից շատ վախենում էի, իսկ հետո մի քանի անգամ փորձեր կատարելուց հետո արդեն շատ վստահ մասնակցեցի օլիմպիադաներին, իսկ հիմա արդեն զգում եմ, որ շատ վստահ բոլոր օլիմպիադաներին պատրաստ եմ։ Ես մոռացա ասեմ հարգելի հեռուստատողներ, որ մեր հյուրերը
աղթալայից են եւ աղթալայում են, հա, այսպես ինձ գործունեություն ծավալում։ Քանի սան կա, ձեր դպրոցում գիտեմ, որ նաև օֆլայն, օնլայն տարբերակով է, այսպես էլ մի քիչ ծանոթացնենք եւ ընդունելություն ինչ տարիքային խմբում է եւ արդյոք կա դա ընդունված թիվ, որ օրինակ, չգիտեմ, 3 տարեկան երեխան չի կարող զբաղվել, որովհետեւ կծարաբեռնվի եւ այլն։ Այս մոտեցումների մասին էլ մեզ մի քիչ մանրամասնեք։ Շատ լավ։ Ընդհանուր եթե քանակիմ, հա, երեխաների թվի մասին խոսենք, օֆլայն, ինչպես նշեցիք, օֆլայն եւ օնլայն տարբերակով, ունենք աշխարհի տարբեր մասերում, հա, մինչեւ Ամերիկա, Եվրոպա, հա, եւ նաեւ Հայաստանի երեխաները ունենք, տեղական մոտ 100-150, հա, այսպես ունենք շատ տարբեր տեղերի ուսուցիչներ, ովքեր դասավանդում են եւ իհարկե աղթալային մի փոքր, հա, ունենք թվականակի փոքրություն, բայց մենք սկսում ենք, մենք չենք նահանջում, մենք շարունակում ենք, այսպես ասեմ, որովհետև կարծում ենք, որ նաև օրինակը վարակիչ է։ Իսկ ընդհանրապես մենթալ տպաբանությունը կան տարբեր դպրոցներ, որոնք սկսում են, կան 3 տարեկանից սկսում են, կա որ 5 տարեկանից են սկսում, մեր դպրոց 5 տարեկանից է սկսում, հա, մենթալ տպաբանության ուսուցումը, առկա ուսուցումը, իսկ օնլայն ձևաչափով արդեն 7 տարեկանից։ Հասկանալի է, որ հա ունենք ադապտացիայի, հա, պահ, երբ որ օնլայն տարբերակով 5 տարեկան երեխաները դեռևս, հա, չեն կարողանում, հա, շատ ներգրավված լինել, որովհետև այնտեղ կարիք է լինում երեխայի ձեռքը բռներ ուղղություն ցույց տալ, այո։ Արդեն 7 տարեկանից երեխաները պատրաստ են, հա, նստել, նախ մի քանի, հա, մի 40 րոպե լավ կես ժամ նստել ու արդյունավետ դաս են ունենում։ Ընդունելություն, ինչպես ասած, 5-ից 14 տարեկան, հա, երեխաներին ենք ընդունում, բնականաբար, եթե 16 տարեկան երեխան որոշում է, հա, որ ցանկանում է մենթալ տպաբանությամբ զբաղվել, մենք դրա համար չունենք խոչընդոտ։ Իսկ լավագույն տարիք կա։ Հիմա դա ասեմ, որ լավագույն տարիքը 7-ից 8 տարեկանն է, կարող ենք այդպես ասել, որ այդ ընթացքում կարող ենք ունենալ մեծ աճ, հա, այնպիսի հմտությունների, ինչպիսիք են, հա, ինքնուրույնությունն է, կենտրոնացում, ուշադրություն, ինչու եմ այսքանը շեշտում, որովհետև սրանք կարևոր են մնացած բոլոր հմտությունների ձևավորման համար, այո, առհասարակ ակադեմիական գիտելիքի յուրացման համար։ Առհասարակ լեզուների ուսումնասիրության պարագայում էլ հենց որպես առաջին ու կարևոր աստիճան հենց այդ տարիքային շեմն է, քանի որ այսօր շատ են խոսում մենք երեխաների ոչ կենտրոնացված լինելու նրանց ցրվածության, դուք ինքներդ որպես մարզիչ, հա, ձեզ մոտ ընդունված է մարզիչ, դա նկատում եք այդ փոփոխությունը, օրինակ աշակերտը սանը գալիս է ցրված, հետո մի քանի պարապմունք հետո այդ փոփոխությունը ոնց եք զգում եւ արդյոք զգում եք։ Տեսեք, բնականաբար անհատական է, հա, ինչպես յուրաքանչյուր մեթոդիկա, յուրաքանչյուր դասընթաց, հա, եթե այսպես կարող ենք ասել։ Փոփոխությունը կարող ենք ասել 1 ամիս ու մի քիչ, հա, մենք կարող ենք խոսել, այո, կարող ենք խոսել։ Իհարկե մենք չենք, եթե երեխան նայած ինչ աստիճանի, հա, մենք բանի խնդրի հետ գործ ունենք, եթե խնդրի տեսանկյունից դիտարկենք, կամ ինչ առհասարակ ինչ որակ ենք ուզում երեխայի մոտ զարգացնել։ Բնականաբար անհատական մոտեցում ենք ցուցաբերում եւ 1-1.5 ամսվա ընթացքում մենք կարող ենք խոսել, ինչ ուղղությամբ մենք կարող ենք զարգացնել, ինչ տեմպով մենք կարող ենք երեխային զարգացնել։ Սակայն այստեղ մի բան կուզենամ, հա, նաեւ ավելացնել, որ այս գործընթացում, այ որ մենք ուզում ենք, որ երեխայի օրինակ ծնողը եկել է ու ցանկանում է իր երեխան կենտրոնացումը, հա, ուզում է, որ երեխան ավելի կենտրոնանա դասերին միգուցե։ Հա, մենք չենք կարող միայն աշխատել մարզիչ ու երեխա։ Բնականաբար այս գործընթացում մենք ներգրավում ենք նաև ծնողին, դա պարտադիր է։ Ես միշտ ճշտում եմ իմ խոսքում, որ այն երեխաները կոնկրետ մենթալ տպաբանության մեթոդիկայի, հա, համար ում ծնողները ներգրաված են, հետևողական ամեն օրվա, հա, հետևողական աշխատանք են տանում, այսինքն նրա համար, որ հարցնում են տնայինը տարել ես, հա, անում ես,
Մասնակից են լինում, հետաքրքրվում են, հա, տեսնում են երեխան ինչքան հիմա ինչքան ոնց է հաշվում, ինչ արագություն, արի մի հատ հաշվի տեսնենք, հա, այսպես։ Այդ երեխաները ունենում են հաջողություններ։ Ես արդեն 7 տարվա իմ վիճակագրությունից եմ, հա, հիմա ասում դրա համար։ Այսինքն երրակոմ աշխատանք է, ու դրա համար եմ ասում, որ մենք չենք կարող ասել հենց 1.5 ամսից մենք կտանք արդյունք, որովհետև մենք պետք է հասկանանք, որքանով է ծնողը պատրաստ ներգրավելու, հա, որքանով է մեր հանձնարարությունները որպես մարզչի կատարվելու ճիշտ տանը։ Ես կարող եմ ասել, որ մոտեցումը ստացվում է յուրաքանչյուր սանի հետ անհատական է։ Այո, այն կարող ենք ասել, եթե մանավանդ ունենք կոնկրետ նպատակ։ Եթե ունենք կոնկրետ նպատակ, անկասկած պետք է լինի անհատական մոտեցում։ Երեխեք, ձեր հասակակիցների մի քիչ ձեր մասին դուք որտեղ եք սովորում, ինչով եք զբաղվում առհասարակ։ Ես սովորում եմ Մաղթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 10-րդ դասարան եմ, հաճախում եմ մենթալ թվաբանությամբ, ինչպես նաև դաշնամուրի պարապմունքների եմ գնում, կոդավորում եւ համակարգչային հմտությունների եմ, ապագա ծրագրավորողների ղեկավարում։ Դու Անե ջան։ Ես սովորում եմ Մաղթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 6-րդ դասարանում, ես հաճախում եմ տարբեր խմբակների, IQ-ի, մենթալի, կոդավորում եւ համակարգչային հմտությունների։ Հրաշալի է։ Ինչու եմ սա ուզում հարցնել, որովհետեւ ուզում եմ հասկանալ, արդյոք դուք զգում եք, որ ձեր հասակակիցների շրջանում տարբերվում եք։ Տարբերվում եք լավ առումով, բնականաբար։ Ո՞նց եք զգում։ Հաշվարկի ընթացքում օրինակ լինում է դեպքեր, որ ուսուցիչն ասում է մտքով չեք կարող հաշվել այս թիվը, շատ է թիվը լինում, բայց երբ որ ասում այդ թիվը, մենք ավելի շուտ ենք ասում պատասխանը, իսկ մյուսները արդեն դիմում են միանգամից կալկուլյատորին։ Դուք չեք օգտագործում, չէ՞, հաշվիչներ։ Սեփական հաշվիչն ունեն նրանք։ Քայլող կալկուլյատոր։ Այո, հրաշալի է։ Անգելինա ջան, դու հասակակիցների տարումով։ Այո, հասարակակիցներս չունեն նպատակասլացություն, նաև աշխատասիրություն, իսկ մենթալ թվաբանությունը մեզ օգնում է դա ունենալ, որովհետև եթե չունենանք աշխատասիրություն եւ նպատակասլացություն, չենք ունենա նաև արդյունք, հաղթանակ։ Ինչ եք ուզում ձեր ապագայի համար, ինչ եք որոշել, ինչ մասնագետ եք լինելու։ Իրավաբան։ Կոկի մենթալը իրավաբանին։ Դե հա, ավելի հեշտ եմ ընտրում մասնագիտությունը, հեշտ եմ կողմնորոշվում եւ իհարկե դասերը ավելի հեշտ կսովորեմ այդ տվյալ առարկան ինչ որ պետք է։ Պատմության թվերը դու հաստատ չես խառնի։ Հիմա այլ որ անցնում ենք, ես էլի չեմ մոռանում այդ թվերը, բայց օրինակ երեխաներ կան, որ շուտ մոռանում են։ Մեր դասարանում կարելի ասել ես ու մի երկու հոգի են, որ հիշում են, բայց այդ մի երկու հոգին նույնպես բոլորը չեն հիշում։ Շատ լավ է, Անգելինա։ Ես ուզում եմ դառնալ ծրագրավորող։ Ծրագրավորումը կապված է նաև մաթեմատիկայի հետ, իսկ ես մաթեմատիկա ձգում եմ մենթալը։ Հենց դրա համար լսում եմ։ Հրաշալի է։ Ես գիտեմ, որ դուք տարիների ընթացքում շատ սաներ եք ճանապարհել եւ այդ հետադարձ կապը նրանց կյանքի հետագա ընթացքը արդյոք ֆիքսում եք եւ ինչու եք ֆիքսում։ Այ ինչուից ասեմ, հա, ինչու եմ ֆիքսում, քանի որ գաղտնիք չէ, որ մենթալ թվաբանությունը երևի չեմ սխալվի, եթե ասեմ 10 տարի է ընդհանուր, հա, եւ աշխարհում, եւ նաեւ կարող եմ ասել, աշխարհում նկատի ունեմ ոչ Չինաստանում ու Ճապոնիայում, հա, այսինքն մեր այս շրջանը, այո, դրանից դուրս էլ նաեւ Հայաստանում 10 տարի է։ Ու բնականաբար շատ կարծիքներ կային, հա, հակասական եւ նաեւ, հա, իհարկե նաեւ օբյեկտիվ կարծիքներ կան, ինչու ենք մենք հետևում մեր երեխաների սաների առաջընթացին ու ընդհանրապես իրենց հետագա կյանքին։ Ես 2018 թվականին, հա, արդեն ունեցել եմ իմ առաջի սաները, ովքեր այսօր, չգիտեմ, զուգադիպություն ասեմ, թե ինչպես իրանք զբաղեցնում են աշխարհում, մեկը ջութակի, հա, համաշխարհային էլի Օսկար մեդալակիր է, այո, մրցանակակիր է, մյուսը Պարի, երեք նախորդ օրն էլ իմացա, որ իմ աշակերտներից մեկը ըմբշամարտում է առաջի տեղ գրավել։ Բազմազան այո, ես չգիտեմ ինչպես է ստացվել, որ իմ առաջի սաները հիմա ինձ ուրախացնում են այդպես, ես հիանում եմ, հետևում եմ նաև այդպես եւ դեմարտեմ եւ համացանցով հետևում եմ իրենց հաջողություններին եւ
Թերևս ուսումնասիրել եմ, ծնողներից եմ հարցումներ արել, իրենք ինչ են մտածում այդ ուղղությամբ եւ միանշանակ ծնողների մեծ երբ կարող եմ ասել 100% նշում է, որ իրենց երեխայի կյանքում մենթալ տպավորությունը մեծ դեր է խաղացել այդ առաջընթացի համար, հա։ Շատ լավ։ Եթե ուզում եք ինչ-որ բան ավելացնել։ Երևի այսքանը, հա, ասելիքները շատ են իրականում, որտեղ ոլորտը դեռ կարող եմ ասել դեռ ուսումնասիրում, բայց կան նաև արդեն հստակ Աճի զարգացումը տեսնում եք դուք ապագայում մեր երկրում։ Մենթալ թվաբանության զարգացումը մեր երկրում տեսնում եք։ Իրականում այո, կուզենամ տեսնեմ, որովհետև այս ժամանակաշրջանում, երբ որ ամեն ինչը պատրաստի է տրվում, շատ ժամանակ, եկեք ասենք, որ երբեմն պատրաստի է, չէ՞, տրվում մեր երեխաներին, ցավոք, ու մանավանդ արհեստական բանականության նաև այս դարաշրջանում ես մեծ վտակախություն ունեմ, որ երեխաները մի օր պարզապես կդադարեն մտածել իրենք, հա? Եվ եթե գաղտնիք չեմ ասի, որ եթե ուղեղը դադարում է դժվար սնունդ ընդունել, հա, դժվար գործ կատարել, քիչ-քիչ, հա, հետ է վարժվում։ Այսինքն ես այդտեղ ոչ թե չեմ կարող ասել արդյոք ինչ հետագայում, բայց ես շատ կցանկանամ, որ հետագայում այո մենթալ տպավորությունը ընդգրկվի դպրոցական պարտադիր ծրագրերի մեջ։ Ինչու՞ չէ։ Իհարկե հիմա քայլեր նաև ես անում եմ նախաձեռնություններ ունեմ, որտեղ նաև խմբակի ձևով, հա, դպրոցներում երեխաների համար դարձնում ենք հասանելի մենթալ տպավորության մեթոդիկան։ Եվ արդեն 4 տարի է։ Եվ շատ հույսով եմ, որ հետագայում մենք կունենանք նաև այն պատկերը, որտեղ բոլոր երեխաները անկախ իրենց չափից, հա, չեմ ասում բոլորը լինեն չեմպիոն, բայց անկախ իրենց չափից, ինչպես են իրենց մարմինը մարզում, այնպես էլ իրենց ուղեղը մարզեն։ Հրաշալի է։ Եվ դուք միանգամից իմ հաջորդ հարցին բախվեցիք ու պատասխանեցիք, որն էր այն իրականությունը, թե միֆ, որ ասում են մենթալ թվաբանությունը, ժողովրդի բառերով ասած, ռոբոտացնում է մարդուն երեխային։ Հիմա դուք ասում եք, որ դա միֆ է փաստորեն, որովհետև հակառակ պատկերը տվեցիք։ Բախվել եք այս արտահայտությանը։ Այո, շատ ենք լսում, բնականաբար դա էլ բնական է, որովհետև մենք մարդիկ տեսնում են, որ երեխաներ արագ հաշվում են, այդ ոնց են հաշվում արագ, բայց 1-2 որ արդեն, հա, առնչվում են, մեթոդիկային մոտիկից ծանոթանում են, հասկանում են, հա, դուք այսպես եք հաշվում, հա, ուրեմն դա պարզ բան է։ Իրական դա այդքան բարդ բան չէ։ Այսինքն ու նաև ինչպես կարող է ռոբոտացնել մի բան, որը որ մարզում է, հա, որը որ մարզանք է, ինչպես կարող ենք մենք լողովը լողում, այո, պետքա լողա որ իր, հա, մարմինը կոփվի, մեկն է պետքա իր մեր ուղեղի մարզման սարք է սա։ Այսպես կարող ենք, հա, եթե պարզ լեզվով ասենք, սա ուղեղի մարզման սարք է, ընդհակառակը սա ակտիվացնում է մեր նեյրոնային կապերը, գլխուղեղում ավելի լավ մտքեր են ծնվում, այդ երեխաները ավելի նորարար են լինում, նոր գաղափարներ են ունենում հետագայում, առօրյայում են ավելի լավ դրսևորում, հա, կազմակերպված դրսևորում, ինչպես կարող եք ռոբոտացնել։ Ես հիշեցի նաև հիմա կարծում եմ ավագ սերունդն էլ իմ այս խոսքից նայելով այս կադրը կհիշեն դեռևս խորհրդային տարիներում հատկապես տատիկ-պապիկները, ովքեր հաշվապահ են աշխատել, միշտ նմանատիպ ինչ-որ սարք իրենց տանը ունեն։ Բայց սա նույնը չէ։ Սա ինչ է իրենից ներկայացնում։ Տեսեք, ինքը ընդհանուր առմամբ ֆունկցիան նույնն է։ Ես ինչպես նշեցի, հա, նույն ֆունկցիան է կատարում, էլի մարդիկ հնում հաշվարկներ են կատարել, հա, հենց աբակուս, հա, սարքի աբակուս, սարքի միջոցով իր պարզ է շատ, հա, իր կառուցվածքը ուղղանկյուն է, սա հաշվեձողիկներն է, հաշվեձողիկների վրա հաշվեգնդիկներն են, ինչպես եւ այդ հին մեր այդ աբակուսի, հա, սովետական, այսպես կարող ենք ասել, դա հենց սովետական աբակուսն է։ Հա, ուղղակի անունն է ժամանակ հաշվի չէ։ Հա, հաշվի աբակուս, ինքը հաշվի նույնից աբակուս, նույնն է իրականում։ Եվ սրա միջոցով փորձել են մարդիկ էլի հաշվարկներ կատարել։ Եթե մենք նույնիսկ հիմա այդ սովետական աբակուսի վրա մեթոդիկա հորինենք, ինչ են կանում։ Հաշվում ենք մատերով, հետո այդ ինչպես հաշվել ենք այդ մատերով, նույնը պատկերացնենք մեր մտքի մեջ։
ու եթե նկատում եք, որ երեխաները չէ, այսպես են հաշվում, ասեն գումարում են բութով, ցուցամատով հանում են, հա, այսպես։ Այդ շարժումն են իրականում իրենք կատարում, ուղղակի պարզապես արդեն իրենց երևակայական աբակուսի մեջ, այսինքն մտքի մեջ։ Նույնը պատկերացնում եք մեր մտքի մեջ ու հաշվում։ Այստեղ որևէ առասպել ու մի բան չկա։ Առավելևս ռոբոտացման բան չկա։ Սա պարզապես պետք է շատ ուժեղ երևակայություն ունենան երեխաները, որպեսզի լավ հաշվեն, որպեսզի պատկերացնեն աբակուսը, երբեմն գալիս են, երեխաներ, ծնողներ ասում են իմ երեխան լավ մաթեմատիկա գիտի, լավ տրամաբանություն։ Մտածում եմ, որ կարող է մենթալ թվաբանություն լավ սովորի, բայց հիմնականում հատկանիշը, հա, որ ես երեխայի մեջ տեսնում եմ, պետք է լինի երևակայությունը շատ ուժեղ, հա, որ երեխան կարողանա լավ հաշվել, արագ հաշվել, լավ պատկերացնել։ Հա, Շալի։ Ուզում եմ ձեր վերջին հաջողություններից խոսեք, ինչ մրցույթին մասնակցեցիք եւ ինչ է դրված մեր սեղանին։ Գավաթներ, մրցանակներ։ Մի քիչ պատմեք, հա, այս մրցանակների ակունքը որտեղից է գալիս։ Միջազգային օլիմպիադայի մասնակցեցինք, այն այդքան էլ բարդություն չէր կրում, բայց եթե կողքից նայում ենք, ավելի բարդ է թվում։ Եվ արդյունքում դարձանք չեմպիոն։ Ահա։ Սպասում եք, որ դառնալու եք չեմպիոն հենց ես իրենց շատ եմ տանջում։ Իրականում գիտեի, ես չեմ ասել։ Ես մանի հետ լիովին համաձայն եմ, մենակ մի տեղ չեմ համաձայն, որ կողքից ավելի հեշտ է թվում, բայց կատարելուց ավելի բարդ է։ Որովհետև աշխատանք կատարելու ընթացքում ավելի բարդությունների ես հանդիպում ու հատկապես իմ բաժինը ավելի մի փոքր բարդ էր, քանի որ ես հասել եմ ավելի գագաթնակետին։ Ինձ մի փոքր է մնացել, որ ես հասնեմ վերջին կետին։ Ավարտում եմ ես հաջորդ տարի։ Անգելինա, հենց ավարտեցիր, կգաս էլի այս տաղավար։ Եվ քանի որ շատ տաղանդավոր, շատ արագաշարժ եւ արագ մտքի տեր սաներ են մեր տաղավարում, ես հնարավորություն չեմ ուզում բաց թողնել, ձեր թույլտվությամբ հանձնարարություն, հա, ձեր սաներին։ Երեխեք, ուզում եմ հաշվենք 24-ին գումարած 42, գումարած 15։ 81։ Ոնց եք կարողանում այդքան արագ։ Պատկերացնում ենք աբակուսը, ոնց որ աբակուսի վրա ենք անում, այդպես էլ մեր մտքում ենք անում։ Լավ, հիմա երանիշով փորձենք, հա։ 315 գումարած 220 գումարած 111։ 746։ Մեկն էլ հաստատում է։ Այդ շատ հետաքրքիր է։ Իսկ ես այս ընթացքում վստահ եմ, որ ընկեր Օլյան ստուգում էր, որովհետև ես հաստատ չէի հասցնի ստուգել։ Իրականում մի փոքր է պետք է արագ, հա, այսպես նաև արագ ենք ասում, հա, ավելի նույնիսկ այդ արագությամբ մենք երեխաները արդեն կարողանում, պարզապես մենք պետք է հասցնենք արագ ասել։ Շնորհակալ եմ, իսկապես շատ ոգևորիչ է, ձեզ միայն հաջողություններ եմ մաղթում, նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում, իհարկե ձեր առաջնորդի, ձեր մարզչի հետ միասին։ Շնորհակալություն Անետ ջան, շնորհակալ ենք հյուրընկալման համար, ես ձեր ոգեշնչող զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ եւ իրապես այն գործը, որը ուղղված է կրթելուն, դաստիարակելուն, դա հենց սերունդներն են տալիս եւ հա ասում են ինչ աշակերտ, եթե չի գերազանցել մանկավարժին։ Շնորհակալություն ձեզ նոր հաջողություններ։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Հարգելի հեռուստադիտող բարեկամներ, թե որքան սուր կարող է լինել գիտելիքը, կարծում եմ դուք ինքներդ համոզվեցիք։ Եվ օր-օրի զարգացող եւ ժամանակի թելադրող մասնագիտություններից մեկն էլ հենց մենթալ թվաբանության ճյուղն է տանում։ Ինչ եմ ուզում ասել, եկեք գնահատենք մեր աշակերտներին, մեր սաներին, մեր երեխաներին, որովհետեւ նրանք ժամանակի թելադրանքով աշխարհ կարող են շուրջ տալ։ Եկար երկերվից հավքեր եկան երբ դաշտեր ու ձորեր գարուն հագան սարից իջնող կամին մազերին կոծուլվեց և իմ հոգին ջահել կարոտից քո հուզվեց Լուսերուկ մազով անցնում ես
շապույտ են աչքերդ Դու սևուկ մազով անցնում ես նազով Դու ծաղկածից Դու թեթև քո քայլով եկար անցար Դու արև քո փայլով գարուն դարձար Բացված վարդի նման դու շորեր ես հագել Եվ քո սիրով ծմրան ճանապարհ ես փակել Դու սևուկ մազով անցնում ես նազով Ինչ շապույտ են աչքերդ Դու սևուկ մազով անցնում ես նազով Դու ծաղկածից սեր La 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 Ինչ շապույտ են աչքերդ La 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 Դու ծաղկածից սեր Սերս տանջողան ուշցավ Լեցված երազով Այս գիշերն էլ լուսացավ Աչքերիս լույսով Ինձ հետ աստղերը բոլոր Քեզ էին հիշել Արցունքիս մեջ քեզ նորից Տեսա այս գիշեր Ախ երբ լուսնի շողերն իջան Իմ մազերի մեջ Ես կարծեցի խոհատներ են Իմ մազերի մեջ Ամբողջ գիշեր լուսնի պայծառ Շողերը իջան Ու իմ սրտի քո կարոտի Հողերը Բարի ողջույն, բարի երեկո բոլոր նրանց, ովքեր նոր են միացել Ֆորտունայի եթերային աշխատանքին, սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերաժամը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Եթե հաղորդումը չեք դիտել on-line տարբերակով, կարող եք off-line տարբերակով հետևել, դա նշանակում է YouTube-յան մեր տիրույթում, ինչպես նաև բաց սենյակ Facebook-յան եւ Instagram-յան մերեջերում։ Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, եթե ուզում եք կապ ունենալ հաղորդման հետ ձեր ձեռքբերումների մասին խոսել այս տաղավարից, ուրեմն զանգարում եք այս հեռախոսահամարով կամ էլ գրում եք մեր էջերին 0902 2833 սա մեր հեռախոսահամարն է, այնպես որ կարող եք նախապես հերթագրվել, իսկ առջևում հատկապես մեր տաղավարում լինելու են կանայք, մարդիկ, ովքեր բոլոր ոլորտներում նախաձեռնող են, ովքեր բոլոր ոլորտներում հաջողակ են, ովքեր ստեղծել են այս կամ այն ընկերությունն ու միությունը, ովքեր ստեղծել են իրենց աշխատանքով լավագույն հորիզոնականները։ Դուք էլ կարող եք լինել այս շարքերում, իհարկե եթե նմանատիպ կանայք են այս բանին լսում, դուք էլ կարող եք հեռացայնել եւ թողնել ձեր կոնտակտները մեր էջին կամ էլ զանգարել 09022833 հեռախոսահամարին կամ այցելել քաղաք Վանաձոր, դիմաց Թաղամաս, դիմացի հրապարակ, աղան 81-2 գծիկ 1 հասցեով։ Սիրելի բարեկամներ, շարունակելով մեր եթերային ընթացքը պետք է ասեմ շնորհակալություն մեր գործընկերներին։ Fast Energy ընկերությանն ով արևային համակարգերի ոլորտում իր կայուն տեղն է զբաղեցնում շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև Fast Energy ընկերության համար առաջնայինը բնականաբար որակն է, ապահովելով որակ, տարբեր ծառայություններով է հանդես գալիս եւ տարբեր ծառայությունների հիմքում կանաչ էներգիան է։ Էներգետիկ ոլորտը Հայաստանում բավականին լավ նախադրյալներ ունի եւ եթե դուք օգտվում եք արևային համակարգից, ելի հեռուստադիտողներ, ուրեմն դուք դառնում եք նաեւ էներգետիկ անկախ, որովհետև այդ կերպ խնայում եք ձեր կոմունալ ծախսերը նաեւ։ Այնպես որ Fast Energy, եթե ձեր մտքով անցնում է արևային համակարգ ունենալ, ուրեմն Fast Energy-ն կօգնի ձեզ հենց այդ հարցում։ Գեղեցկանալու եւ մասնագիտանալու համար Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման բուժական կենտրոնը կգա օգնության, իսկ վարսահարդարման ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց իհարկե կգա օգնության Maria Beauty Salon-ը։ Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում է գտնվում Maria Beauty Salon-ը եւ իհարկե Նունե Վարդանյան դիմահարդարման ուսուցման բուժական կենտրոնը գտնվում է քաղաք Վանաձորում, հայքի հրապարակում։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին եւս մեկ անգամ ու շնորհավորում եմ բոլորիս գարնան առաջին օրվա կապակցությամբ մաղթում, որ գարունն իր հետ ձեր կյանք, բոլորիս կյանք բերի
ջերմություն, ուրախություն ու ամենակարևորը խաղաղությունը։ Շարունակելով մեր եթերը եւ արդեն ասում եմ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին, ասում եմ, որ կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Իսկ Բացենյակը այս կերպ ավարտեց իր այսօրվա եթերը։ Շնորհակալ եմ բոլորիդ, կհանդիպենք եթերում, մի մոռացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում ու պաճ բոլորիդ։ Իմանայ գաբաժանում աշխարում Սերը իր հետ դառնարցունքներ է բերում Միթե արդեն մոռացել ես չես հիշում Չկամ անգամ քո հուշերի մշուշում Անկարող եմ բշրանքներից ձեր կերտել Պոկված է ջեր օրացույցից ետ բերել Բայց իմ կյանքում ամեն վարկյան քեզ հիշում Փայփայում եմ իմ հուշերի մշուշում Չկա գարուն առանց սիրո Չկա համբույրը քո սիրելիս Ձյուն է գալիս ամրան շոքին Եվ չկաս դու իմ կողքին Սիրելիս Չկա գարուն առանց սիրո Չկա համբույրը քո սիրելիս Ձյուն է գալիս ամրան շոքին Եվ չկաս դու իմ կողքին Սիրելիս Դաժան օրը տարավ մեզնից սերը մեր Հերվում կորան մեզ հարազատ երազներ Նկար մի գտավ է կյանքը իր Վերադարձիր սերնեսիր Չկա գարուն առանց սիրո Չկա համբույրը քո սիրելիս Ձյուն է գալիս ամրան շոքին Եվ չկաս դու իմ կողքին Սիրելիս Չկա գարուն առանց սիրո Չկա համբույրը քո սիրելիս Ձյուն է գալիս ամրան շոքին Եվ չկաս դու իմ կողքին Սիրելիս Հաղորդման հովանավորն է։ Խնայիր ավելի շատ, քան կարող ես պատկերացնել։ Տեղադրիր Fast Energy արևային համակարգշահավետ պայմաններով եւ 0-ի հասցրու կոմունալ վճարումներդ։ Էներգետիկ անկախությունից քեզ բաժանում է 1 զանգ 8815։ Fast Energy, երբ առաջնային է որակը։ Maria Beauty Salon
նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաքվանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ ու թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։